Ձեզ եպիսկոպոս ու թեմի առաջնորդ համարում եք։ Լավ, ասեք։ Ուզում եք ասեմ, մենք հայտարարություն ունենք տարածած, որ իր որևէ որոշում մեր համար այլևս լեգիտիմ չի։ Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկարված ու կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը աշխարհի կանոնով Արման Սարոյանը եպիսկոպոսական սգեմ է կրում եւ նստած է Մասյացոտնի թեմի առաջնորդի սենյակում։ Թող օրը 24 անգամ ինձ կարգալույց անի, եթե այդ իրեն կմխիթարի։ Այսին դեպքը չի, որ իր ուզածով, կամայականությամբ, չգիտեմ, բռնությամբ ու ուժով պիտի հարց լուծի։ Այդ դեպքը չի։ Չի իմ համար գաղափարական պայքար է, իմ համար մեկ է այս ամեն ինչը։ Բարև ձեզ, Աստված բաբարներ սվնեք։ Եպիսկոպոսական ժողովը, որ պիտի այս ամսվա կեսին հրավիրվեր Վիեննայում, տապալվում է։ Շաբաթօրը հերթով քննչական կոմիտեի շենք մտան 6 եպիսկոպոսներ, թարմ մեղադրյալներ, բոլորը հանրապետությունից չբացակայելու խափանման միջոցներով։ Սա այո, եպիսկոպոսատ ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելու են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Քրեական այս մի պատմության առանցքում հենց Սարոյանն է, նա դատարան էր դիմել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով։ Դատարանը բավարարել էր, բայց մայրաթորը նրա տեղում այլ հոգևորականի էր նշանակել։ Ավելին, Գերագույն հոգևոր խորհրդի վերջին ժողովում մասնակից եպիսկոպոսներն առաջարկել էին կաթողիկոսին կարգալույց անել Գևորգ Սրբազանին, եւ այդպես էլ եղավ։ Ու ճուշացավ քրեական վարույթը, հոգևոր խորհրդի անդամները դատական ակտը չեն կատարել, մեղադրյալներ են։ Այդ քրեական վարույթի նախաձեռնմամբ ըստ էության իրավաբանությունը կարելի է համարել ավարտված քննչական կոմիտեում։ Քննչական հրավիրված հոգևորականների փաստաբանները պնդում են ներեկեղեցական հարցերը աշխարհիկ դատարանով լուծելու այս աննախադեպ իրադարձությունը արկածախնդրություն է, չտեսնված միջամտություն եկեղեցու ինքնակառավարմանը։ Եթե կամայականորեն է կառավարվում, ես ուր դիմեմ, չեք ասի ինձ, ուր դիմեմ։ Այսինքն այն մնացածի 100 քանիսի պես, որ զոհվել են, ես էլ զոհվեմ, հանուն ինչի, հանուն կամայականության ու թույլ տամ, որ հայ եկեղեցին դառնա քաղաքական ուժերի ձեռքին խաղալիք, հա, կամ օտարշահերի ծառայի, համակերպեմ դրա հետ, չեմ համակերպելու։ Սարոյանը զոհվելը նկատի ունի որպես եպիսկոպոս զոհվել, այսինքն հոգևորականի կարգից զրկվելը։ Կարծում է, որ թեպետ որպես թեմի առաջնորդ աշխատանքային պայմանագիր մայրաթորի հետ չուներ, բայց այս վեճը կարող էր դատարան հասցնել։ Թող այդ պայմանագիրը լիներ, այդ նշանակում է ես պիտի զոհվեմ։ Շեշտում է դատարան է դիմել, որովհետև եկեղեցական ատյանները սպառված են, կաթողիկոսն ասում է դեռ պետք է պատասխանի իրենց 10 եպիսկոպոսների հրապարակած մեղադրանքներին, ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկել Արշակ եպիսկոպոսին վերագրվող սեռական սկանդալից հետո։ Հրաժարականի պահանջ ենք ներկայացնում, ինքը ինձ նամակ է գրում, որ ուզում է հանդիպել։ Իմաստը, հրաժարականի պահանջ կա, նախ հերքի մեղադրանքներ, ես քո հետ ինչ հանդիպեմ։ Ըստ եկեղեցական կանոնադրության վեհափառը թեմի առաջնորդին կարող է պաշտոնից հետ կանչել, նշված է անհրաժեշտության պարագային։ Նույն կանոնադրության մեկ այլ հոդվածով մայրաթորի միաբանը, եթե անկարգ ընթացքի մեջ է, վեհափառից նախ բանավոր նկատողություն է ստանում։ Եթե անկանոն ընթացքը շարունակվում է, նկատողությունը դառնում է գրավոր։ Եթե անկարգը համառ է, նա պաշտոնազրկվում կամ ժամանակավոր փիլոնազրկվում է։ Ծայրահեղ պարագայում հայրապետը տնօրինում է կարգազրկումը, կարդում ենք փաստաթղթում։ Ես որևէ նկատողություն չունեմ, որևէ ձևով, տեսեք, հենց ես խոսեցի, հենց ասեցի սա սխալ է, ես դարձա բռնարար, հա, այդ ոնց։ Սարոյանն առաջարկում են նույն փաստաթղթին նախաբանին նայել։ Այստեղ նշված է եկեղեցու դավանությունն ու վարդապետությունը տիեզերական ժողովների ու հայրերի հաստատած կանոնների վրա է հիմնվում։ Իսկ ըստ այդ կանոնների եպիսկոպոսական աստիճանից զրկվում են միայն եպիսկոպոսական ժողովի որոշմամբ։ Ստացվում է եկեղեցու կանոնադրությունն ու հնագույն կանոնագրքերը հակասում են միմյանց։ Եվ ամբողջ պատասխանատվությունը հայոց հայրապետի ձեռքն է եւ նշանակումներն էլ հայոց հայրապետի ձեռքում։ Մեղադրյալ եպիսկոպոսներից Մակար Սրբազանը պնդում է, այնուամենայնիվ միանձնյա որոշում չի եղել, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներով են առաջարկել, իսկ այս մարմինը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները լեգիտիմ չեն համարում, որովհետև կազմը պիտի թարմացվեր դեռ 5 տարի առաջ։ Վեհափառի տնօրինած որոշումը դատարան տանելը մեղադրյալներն իրենք չեն ընկալում։
Ես ուխտ եմ արել, Իջման Սուրբ Սեղանի առջև ծնկի եմ եկել եւ Սուրբ Էջմիածնի զավակ եմ եւ երբեք իմ ուխտը չեմ դրժելու, անգամ մահի գնով։ Մեր ուխտը մեր հավատքին ու հայրենիքին է վերաբերում։ Ոչ թե անձերի, էլ չեմ ասում շեղված անձի։ Ընդամենը 2 ամիս առաջ վեհափարի հանդեպ հավատարմության անսասան ուխտի մասին էր խոսում Գևորգ Սրբազանը։ Հիմա պնդում է, հետո հասկացա, որ եկեղեցին օտարին է ծառայում ու քաղաքականության մեջ է ներքաշված։ Իսկ իշխանությունը ներքաշված է եկեղեցական առօրյայի մեջ, այն էլ ուժայինների ակտիվ ներգրավմամբ։ Պետությունը իրավունք չունի թողնելու 1700-ամյա ինստիտուտը ծառայեցնեն օտար շահերի։ Քաղաքապետկա ինքն է որոշում, թե որ քահանան խորան բարձրանա։ Գյուղապետ, որ եկեղեցու քահանային հորդորում է հեռանալ, ԱԱԾ-ական, որ հոգևորականին համոզում էր շրջանցել վեհափարի անունը։ Ինչու է եկեղեցու բարենորոգման հարցը ներթափանցել բոլոր ոլորտներ։ Որևէ մի դեպքում ես ներկա չեմ եղել։ Ինքն ու Մասյացոտնի թեմի առաջնորդարանի տարածքը ուժայինների հսկողության տակ են։ Սրա բացատրությունը Սարոյանն ունի։ Ամբողջ ընտանիքս տերորի է ենթարկում։ Անգամ 10 տարեկան իմ եղբոր աղջկան, որը Մոսկվայի եկեղեցու դպրոցում է սովորում, հանել են դպրոցից։ Ճնշումների մասին են խոսում երկու կողմերն էլ։ Եպիսկոպոսական ժողովը տապալված է։ Հայտնի չէ հեռավար ձևաչափով այն կկայանա, թե ոչ։ Արդեն եկեղեցիներն են բաժանվում կաթողիկոսին պաշտպանող ու նրա հեռացումը պահանջող թևերի միջև։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին օրինակ Սարոյանի տիրապետության տակ է, բայց ինքն էլ մայրաթոր գնալ չի կարող։ Շատ եմ ուզում գնամ, բայց ինչ ասեմ։